կարծի, որ տրամադրություն չունեմ, պարզապես խուսափեցի այլ բառ օգտագործելուց, որը հավես բառն է։ Մի քիչ պարսկերեն է դա, հավաս։ Բայց դե մեր ժողովուրդ ասում է, չէ, հավես չունեմ։ Այսօր հավես չունեմ խոսելու, բայց պիտի մի երկու բառ ասեմ։ Նախ վերստին պիտի անդրադառնամ այն փաստին, թե ինչով են տարբերված Կարո Օկումուշյանի եւ մնացած բոլորի այսօր օրինակ Արմենի Միր Ալեքսանյան, Մովսեսի Շարբաթյան եւ մյուսների այսպես կոչված գործածը։ Ինչ ապացույցներ կան դրանց վերաբերյալ, որոնցից խուսափում ենք ներկայացնելու կամ խուսափում ենք։ Մեղադրող կողմը խոսում է ինչ-որ բաներից, որը բոլորի մասին նույնն է։ Եվ մի բան էլ համարում մանիպուլատիվ կամ չգիտեմ ինչ։ Որևէ ձևով, որևէ կերպով ակնհայտ է, որ խտրական վերաբերմունք է սա։ Եթե մեկ ինձ կարողանա փաստել, թե բոլորի հասցեին հնչված, այսպես կոչված մեղադրական եզրակացության բառերը ինչով են իրարից տարբեր եւ ինչով է որոշում կայացվում, կընդունեմ, բայց չեմ կարծում, որ դա այդպես է։ Եվ Սիրակի իմաստությունը, որ խորհուրդ կտամ ընդհանրապես կարդալ, շատ հրաշալի խոսք ունի, ասում է մի ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը, գուցե երբևէ ակնածելով հզորից սայթաքես քո արդարությունից։ Մեր մասին այսօրվա, դուք պատվարժան դատարան, արդարադատություն եք անում, բայց թույլ տվեք այդ բառը ստուգաբանել, դատում եք արդարությունը, ոչ թե արդարադատությունը իրագործում։ Հենց այսօր ես էլ հետ չգնամ, Կարո Օկումուշյանը ինչով էր տարբեր մյուսներից, Կարոն ընդհանրապես որևէ բանի հետ կապ չունի, ինչով էր տարբեր, կարող եք փաստել դա, կարող եք վկայել, թե ավտոմատ դրված, թե ինչ ասում է, ուրեմն դա է, իր պաշտպանը մեր Արամը Վարդևանյանը շատ ժամանակային իմաստով նույնիսկ ներկայացրեց։ Սա ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է խտրական վերաբերմունք, այո ես պնդում եմ, դուք Կարոյին չեք պատժում, Արթուր Սարգսյանին եք պատժում, եւ այո կալանքը պատժի միջոց է դարձել, բայց դրա պատասխանը տալու եք 2-3 ամիս հետո, երբ որ այս իշխանությունները չքվեցին, ով է տալու դրա պատասխանը, ով, գիտեք, ես չեմ ուզում շատ խոսել այս թեմաներով, բայց որովհետև շատ հաճախ հասկանալի չի։ Աստվածաբանության մեջ գոյություն ունի էգզեգետիկա։ Ծանոթ են մեղադրողները ինչ է էգզեգետիկան։ Ուրեմն էգզեգետիկան հետևյալն է։ Սուրբ գրքի մեկնաբանությունը։ Իր ամբողջության մեջ։ Ամբողջության մեջ, եթե այս մեղադրանքը ամբողջության վերաբերում է բոլորին, բա մոտեցումը ինչի է խտրական։ Էլի եմ ասում, իմ մասին չեմ խոսում, ես ոչ մեկի ողորմության կարիքը չունեմ։ Այս մարդու վերաբերյալ ընտանիք երեխաներ ունեցող, որտեղ են չափանիշը, որտեղ են գիծը, խնդրում եմ ցույց տվեք։ Այդպես ասել գնալ առաջ չի լինելու։ Այո, դուք արդարությունը դատում եք, դուք արդարադատություն չեք իրականացնում։ Չեք իրականացնում։ Եվ այո, Մխիթար Գոշը երիցս ճշմարիտ է, երբ որ մեղադրող չի ասում ամբաստանով, մի բան էլ վրան դնելով։ Այո, այստեղ ամբաստանությունը տեղի ունենում եւ արդարության դատում հենց Կարոյի նկատմամբ։ Եթե ձեզ թվում է, որ Մովսեսին ու Արմենին ինչ որ կերպով մեղմեցիք եւ դա գոհություն պիտի պատճառի, ոչ ես ասում եմ։ Ինչպես Լիդիայի պարագային էր, ինչպես Վահագն Չախալյանի պարագային էր։ Այստեղ մի ժամ հարց տվեցիք,
կես ժամով գնացիք կողքի սենյակը եւ վերադարձաք անհասկանալի որոշումով։ Որ մեկինն է տարբեր, ասեք, մի բառ ասեք դրա մասին։ Չեք կարող ասել։ Եվ քանի որ չեք կարող ասել, լղոզված տեքստեր եք արտասանում։ Այո, Շամշադինում ասում են, do not insult my intellect։ Իմ ինտելեկտը վիրավորված է։ Այո, այդպես է, Արթուրին չեք թողում խոսել, այո, մի թողեք։ Պատգամավոր մարդուն 4 զավակներ ունեցող։ Ինչ է սա նշանակում։ Հրատապ ինչ որ բաներ են կանում, բայց կոնկրետ մարդու նկատմամբ խտրական վերաբերմունքը, մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, եւ այո, մի ձգտեք լինել դատավոր, որ չեք կարող այդ բեռը բարձրացնել, չեք կարող, ինչքան ուզում եք ձգտեք, չեք կարող, փոխվելու է այս քաղաքական իշխանությունը, հետո ասելու եք, որ դե մենք ինչ անենք, մեզ ասել են արել ենք, այո, հենց այդպես եք ասելու, ցավոք սրտի դա է լինելու, մենք ձեզ ներելու ենք, բայց արդարադատություն ենք իրականացնելու, որովհետև առաջին արդարադատը երկնքում է, դուք դրա առջև եք պատասխան տալու, այո, այսօր ես չասեմ 8 ամիսը իր հերթին, բայց այսօր ակնհայտորեն նորից էլի ձեր գործը արեցիք սև գործը, ինչ անենք, գնանք դատախազության դիմաց էլի պիկետ անենք Կարոյի համար, որ ասեք մի շաբաթվա մեջ հանգամանք է փոխվել, կամ Վահագնի համար, սա եք անում դուք, պատվարժան դատարան, սա, ցավոք սրտի, ակնկալիք չունենք ոչ մի ձևի, իսկապես չունենք, ես ակնկալիք կունենայի միտեղ, եթե այս ամբողջ պրոցեսը տեսած չլինեի, հոգնած չլինեի ուղղակի, թե մտածելուց, թե խոսելուց, եւ ում է, դուք հանձն եք առել, մարտադաշտ մտնել մեզ հետ, հանձն եք առել, դուք հանձն եք առել դա, մենք հանձն չենք առել ձեզ հետ մարտադաշտ մտնել, մեր կռիվը ուրիշ տեղ է, այո, մեր կռիվը, այո, մեր հարվածային կռիվը ուրիշ տեղ է, մեր հարվածային կռիվը ինչպես ասել եմ, Հայաստանի ազատագրությունը, հայ եկեղեցու ազատագրությունը, մարդկային արժանապատվության վերականգնումը, մարդկային ազատության ու արդարության վերականգնումը, որը դուք չեք իրականացնելու, չեք իրականացնում եւ չեք իրականացնելու։ Այո, Կարոյի այսօրվա հանդեպ գործվածը խարանը նորից արդարադատություն կոչվածի ճակատին, բայց այն արդարադատությունը, որ մենք գիտենք, ոչ այն, որ դուք արդարություն եք դատում։ Այս Ես ասել, մեծ պահքի մեջ ենք, էդ էլ է զսպվածություն առաջացնում որոշակի իմաստով, նախորդ կիրակին արտաքսման կիրակին էր, ինչ եղավ, ասում են Աստված մարդուն արտաքսեց դրախտից, ոչ, մարդը մերժեց դրախտը, հիմա դուք մերժել եք արդարությունը, ես այսքանը կասեմ, եւ ովքեր մերժում են արդարությունը, արտաքսվում են։ Փետրվարի 26-ի ժամը 15:00 հաջորդ դատական նիստը տեղի ունենալու, այսօրվա դատական նիստը այսքանով ավարտվեց։